Գնում եմ Հանրապետական կուսակցություն, Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող։ Եվ առանց նկարելու զրուցում եմ տաքսու վարորդի հետ, հարցնում եմ, ինչ հարց կտայիք Սերժ Սարգսյանին, ինչ հարց կտայիք Արմեն Աշոտյանին։ Գոնե մի հարց ասեք, որպեսզի ես փոխանցեմ ձեր հարցը։ Խնդրեմ, ասեք մի հարց։ Մի հատ հարց ունեմ տալու, խեյազիճել իր տեղը, որ դիա թողել, որ Փաշինյանը նստի վարչապետ։ Ինչի թույլ տվեց, որ Փաշինյանը վարչապետ դառնա։ Դա միակ հարցն է։ Ահա, ուրիշ բան չունեմ ասել։ Բայց գիտեք, դա այնպիսի պահանջ էր այդ պահին, այնքան շատ մարդ կար փողոցում այդ պահանջով, որ երևի ուղղակի հնարավոր չէր այդպես չվարվել։ Կարելի էր այդ մարդկանց զսպել, դեմները առնել, սկզբից քիչ խմբով են եկել, լավա իսկ թվում է դրանց այդ բանը շարժումը կախոցնել, քան թե 5000 երեխա տանել զոհել։ Իսկ ինչու առաջացավ այդ շարժումը։ Դրա մասին մտածել եք։ Դժգոհություն է, ինձ թվում է, որ ժողովրդի մեջ շատ դժգոհություն կար, անարդարություն կար, երևի դրա համար էլ է։ Պարզ է։ Չգիտեմ, երևի այս հարցը ես չէի տա ինքս, բայց փոխանցելու եմ այս մարդու հարցը անպայման։ Գիտեք, մի բան ասեմ էլի իրենց կողմից, իրենց փոխարեն։ Եթե զսպած լինեին հեղափոխությունը, հիմա մոտեցնում եմ, որ լսվի ձեր ձայնը, եթե զսպած լինեին, դա լինելու էր ինչ-որ բռնապետական երևույթ, այսինքն դժվարությամբ։ Ահա, լինելու էր բռնապետության այսպես դրսևորում, եթե այդ հեղափոխությունը ամեն կերպ կասեցնեին։ Լավ չէ բռնապետությունում ապրես կամ բայց հայրենիք լինի ու այդքան զոհեր չլինի։ Հասկացա։ Դե հիմա ինչ է, բայց լեսա բռնապետություն չէ։ Բռնապետություն է հիմա։ Բա ինչ է, սա պատկանում է մի մարդ, որտեղ ասում է իր ասածը անցնում է։ Որոշումները մեկ մարդ է ընդունում։ Եղած թե դատարանում, թե դատախազ, թե դատավոր, թե յուրաքանչյուր Ամբողջ հարցն է, որ 18 թվականին մենք չէինք կարող իմանալ, որ լինելու է այդպիսի պատերազմ, որ լինելու են այդքան զոհեր։ Դե ինչ, քիչ ճանապարհ մնաց, ես շուտով կհասնեմ կուսակցություն եւ ահա ես հասա Հանրապետական կուսակցություն, տաքսու վարորդի հետ զրուցելով քաղաքական հարցերի մասին, նա չուզեց նկարահանվի, բայց ստացել եմ իր հարցերը փոխանցել։ Ներս եմ գնում։ Բարև ձեզ։ Ես լրագրող եմ։ Շաքե Աբոյանն եմ։ Խնդրում եմ ինձ ուղեկցեք պարոն Աշոտյանի մոտ։ Պայմանավորված եք։ Կարելի ասել այո։ Ձեր անունը ինչպես է։ Շաքե Աբոյան։ Ասեք։ Ընդհանրապես ես բոլոր քաղաքական գործիչների հետ էլ ինչ-որ չափով պայմանավորված եմ։ Ես ասում եմ, որ գալու եմ ձեր կուսակցություն եւ նկարելու եմ ձեզ։ Եվ սա պայմանավորվելու ինչ-որ ձև է։ Ցույց տամ Հանրապետական կուսակցության առաջին հարկը։ Ինչպես։ Շնորհակալություն։ Այս հաղորդումը քաղաքականացված գրասենյակ բլոգի շրջանակներում է։ Ես արդեն երրորդ քաղաքական ուժի գրասենյակում եմ եւ իհարկե առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կշարունակեմ այս բլոգի միջոցով ներկայացնել, թե ինչով են զբաղված այս օրերին կուսակցությունները, նախընտրական ինչ գործունեություն են ծավալում։ Տեսնեմ ում մոտ ենք մտնում, ուրեմն նախագահի տեղակալ Արմեն Աշոտյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ես մի անգամից նկարելով գալիս եմ, ուրախ եմ, որ այսպես չզարմացաք։ Տեսել եք։ Հրահում եք, որ գալու եք մի օր, մի գեղեցիկ օր նաև մեզ մոտ։ Այո, այսպիսի գեղեցիկ գարնանային օր կարելի է ասել։ Եվ երբ ինձ հարցնում են պայմանավորվել եք, ասում եմ այո, որովհետև արդեն բոլորին ասել եմ, որ գալու եմ։ Մենք սպասում ենք, համեցեք։ Քաղաքականացված գրասենյակ բլոգը ցույց է տալիս կուսակցությունը ներսից, կարծես մեր ունկնդիրը, մեր հետևորդը, դիտողը գալիս է ինձ հետ ձեզ հյուր։
Եվ Բժշկական լեզվով դա կոչվում է կուսակցականասկոպիա երևի։ Այ, Սկոպիա է ուրեմն ես- մեջից նկարում ենք, էլի։ շատ լավ, ես ամեն Այսօր գրասենյակում կուսակցականասկոպա, որպես գործիք։ շատ լավ, կուսակցականասկոպիան ես կարող եմ օգտագործել որպես այս հաղորդաշարի, այս բլոգների վերնագիր։ Ես որպես Շատ լավ։ աշխարհայացքով բժիշկ տենց Ամեն գրասենյակից մի որոշեցի բան։ ձեզ մի նոր բառ նվիրել։ Շատ լավ, եւ գիտեք հիմա ինչպիսի քաղաքական բժիշկների կարիք ունի մեր հանրությունը, մեր Այո։ քաղաքական դաշտը շատ հիվանդ է։ Շատ ծանր Ինչքան։ հիվանդ է, բայց անհույս չէ։ Ինչ Ցավը հիվանդ է։ նա է, որ եթե այդ մետաֆորան շարունակենք օգտագործել, Այո, ցավոք սրտի հիվանդը երբեմն գերադասում է գնալ սանախչու մոտ կամ Yahoo դնողի մոտ, քան դասական բժշկությամբ զբաղվել։ Դա ցավոք սրտի ընդունված բան է նաև սովորական կյանքում, մարդիկ սկսում են գնալ հրաշքների եւ հեշտ լուծումների հետևից եւ մոռանում են, որ եւ իրանց հիվանդությունը եւ բուժումը գիտություն է։ Եվ գիտե ոչ միայն գիտելիք է պահանջում, նաև հմտություն։ Գնում են հեշտ լուծումներ խոստացողներին, տենց յահուծեց են դնում վերքերի վրա կամ եսի։ Ինչ անեն, բայց տենց սանախչիների ժամանակը Հայաստանում պետք է ավարտվի քաղաքական դաշտում։ 18 թվականից մենք դրանց ձեռից, այսպես ասած, մեր ժողովրդին չեն կարող հանենք, փոկենք եւ բերենք նորմալ ծառայություններ մատուցենք։ ասացիք գիտություն է։ Ինչի է դժվար է չհամաձայնվել, այո դա գիտություն է եւ ինչու հիմա ես գիտեք ինչ չեմ կարող էլի այս հարցը չտալ, հատկապես դա վարորդին էր հետաքրքրում տաքսու, որը ինձ բերում էր, ասեց ինչ կհարցնեք պարոն Աշոտյանին, ասեց հարցրեք թե ինչու իրենք իշխանությունը չպահեցին, չկասեցրեցին հեղափոխություն, տվեցին սնխչիներին։ Համար այդպես։ Թվեք հենց հիմա զանգեմ, ասեմ եղբայր։ Ասեմ ինչ ասում, եղբայր, շնորհակալ եմ Տիկին Շահյան փոխանցեցի ձեր հարցը։ Գիտեք, դժվար չի իր համարը գտնել։ Մի հարց ունեմ ընդհանրապես միջև։ Իսկ մեր այդ հարգարժան ընկերով ձեզ բարեաճեց դերասենյակ 18-ի այդ ապրիլ-մայիսների ուր Հիմա կասեմ դուք կտխրեք։ Ում կողմից է 18 թվականին նա Ղարաբաղում էր, Ստեփանակերտցի էր երիտասարդը։ Այո, Արցախցի էր եւ ճիշտ ասած տխուր բաներ ասաց, ինձ ասաց որ մարդուց այդ տեղափոխման փաստը եւս մեկ այնպես որ միշտ չի որ կարող ենք հարցնել դու որտեղ ես 18 թվականին կարող ենք նաեւ որովհետեւ ցավոք սրտի Արցախում նույնպես Եվ կյանքը դա է ապացուցում 18 թվի այս էյֆորիայի ամբողջ ծանրությունը շատ ու շատ մարդիկ չհասկացան։ Շատ լավ, բայց գիտեք օրինակ 18 թվականին որտեղ էի, այլապես պետք է որ ցույց չտայինք միասին այն զարգացումը, որ Արցախ-Հայաստանը եւ վերջ բացականչությունը Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում դառնար ճակատագրական։ Ու ես իհարկե հասկանում եմ բանակցային։ Հիշում եք, չէ՞ ինչպես բացատրեց Փաշինյանը, ասաց ես այդպես ասացի, որովհետև ես հայրենասեր էի։ Գիտեք, եթե նա իրոք հայրենասեր էր, ապա այդպես ասելուց հետո պետք է ամեն ինչ անել, որ այդպես լինի։ Երկրորդը, երբ որ այդպես չեղավ եւ եղավ հակառակ ու շատ վատ, պետք է վերասեր Ժողովուրդ ջան կներես, ես ուզում էի չստացվեց, ես գնացի եւ խոստանում եմ այլևս երբեք քաղաքականությամբ չզբաղվել, այդ դա կլիներ հայրենասիրություն։ Օրինակ հայրենասեր էր Ավստրիայի նախկին կանցլերը, որը որ լինելով շատ հայտնի, շատ պերսպեկտիվնի երիտասարդ քաղաքական գործիչ, իր նախարարներից մեկը պարզվեց ավստրիական մի թերթում ֆինանսների նախարարության հայտարարություններ տպել տալիս փողով, որի դիմաց այդ թերթը լոյալություն էր խոստացել, այդ սկանդալը բացահայտվեց, վարչապետը ոչ մի կապ չուներ, բայց հենց ասաց Ժողովուրդ ջան, կներեք, ես ձեզ խոստանում եի մաքուր կառավարություն, բայց sense բան ա եղել իմ կառավարությունում, ես բարոյական իրավունք չունեմ։ Ուզում եք մի բան էլ ես ավելացնեմ ձեր Հունաստանի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարը մի քանի տարի առաջ։ Գնացքի վթարից հետո, երբ որ ինքը դրանում մեղավոր չէր, ինքը անձամբ որպես նախարար։ Այդտեղ շատ դեպքեր կան։ Հրաժարական տվեց ասելով, որ կան զոհեր եւ մենք այլևս չենք կարող ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել։ Այդպես էր նաեւ Իսպանիայում Վալենսիա ջրհեղեղներից հետո, երբ որ ոլորտի պատասխանատուները հրաժարական տվեցին ու գնացին։ Այդպես էր Դանիայում, երբ որ պարզվեց, որ կորոնավիրուսի ժամանակ կար մտավախություն, որ նորկաները, այսպես ասենք, բան են անում, տարածում են կորոնավիրուս, իսկ Դանիան հայտնի էր այդ նորկայի մեխի, այսպես մորթու արտադրությամբ, նրանք դրեցին մի 20-30 միլիոն նորկա այդ
կրծողներից եւ թանկարժեք որդիով կրծողներին վերացրեցին։ Հետո գիտնականները պարզեցին, որ նոր կանաները չեն տարածվում։ Եվ այն կառավարությունը, որ դրա համար պատասխանատու էր 20 միլիոն օրկաների սպանդի համար, կորոնավիրուսի, հրաժարական տվեց, գնացին արտահերթ ընտրությունների, այսինքն հայրենասեր է Փաշինյան այս օրինակների հիման վրա։ Դե ինքը հենց հարցն է ասելու ես հրաժարական տվել եմ։ Չի տվել հրաժարական քաղաքականությունից էս այն մեղքն է, որը մահացում է։ Այսինքն ինքը հրաժարական տվեց, բայց չտվեց։ Դա հրաժարական տալը իր այդ պահին ընդհանրապես քաղաքական, այսպես ասած, քայլ էր, քաղաքական, կներեցեք նախագահը։ Այո, պարոն նախագահ։ Հա, հեսա, կներեք, Այսինքն դա կներեք նախագահ։ Եթե դուք գնում եք նախագահի մոտ, խնդրում եմ ես էլ գամ ձեզ հետ։ Հա, կարող են գնալ։ Հա? Խոսելով գնանք, հա։ Խոսելով գնանք։ Չմոռանաք ինչ էինք խոսում, որովհետև քաղաքական մանևր էր, որը անազնվության հետևանք էր, ոչ թե հայրենասիրության, այսինքն մեր նկարագրած օրինակները այնպեսին են, որ այն ինչ որ Նիկոլը բերել է հայ ժողովրդի գլխին, 21-րդ դարում ինձ հայտնի չի, այս կողմից։ Ինձ հայտնի չի որևէ մի ղեկավար, որևէ մի պետությունում, որը այդքան արհավիր բերի իր ժողովրդի գլխին ու մնա անպատիժ։ Գիտեք, միջնադարում, հին դարերում անպատվությունից մարդիկ ինքնասպանություն են գործում, հա, նույն Կլեոպատրան, որպեսզի փրկվի նախագահ սպասում են այդքան։ Կլեոպատրան, որպեսզի փրկվի անպատվությունից, գերադասեց օձը դնել կրծքին եւ մահանալ խայթոցից ու թույնից։ Չեմ ասում, չեմ դրդում ինքնասպանության, բայց ինչ էր։ Պարոն նախագահ, բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն նախագահ։ Ես առաջին անգամ եմ ձեր սենյակում, բարև ձեզ։ Ինչպես եք, պարոն նախագահ։ Պարոն երրորդ նախագահ, ես այդպես եմ դիմում։ Նախկին նախագահներին իրենց թվով, որպեսզի հասկանալի լինի, եւ այն դեպքում իհարկե նախորդ սահմանադրությամբ նախագահներին, որովհետեւ այսօրվա նախագահի գործառույթը չեմ հասկացել։ Այսօրվա նախագահի գործառույթը սահմանադրության հետևելն է, որպեսզի բոլորը Դե հետևում է։ Իհարկե չէ։ Դե դրա համար եմ ասում։ Ոչ ես մեկը, ոչ դրա նախորդը կներեք նախագահ։ Պարոն երրորդ նախագահ, ես ինչու եմ այցելում կուսակցությունների գրասենյակներ, ուղղակի այսպես եկա Աշոտյանի հետ ձեր սենյակ, որպեսզի հարցնեմ այս աննախադեպ նախընտրական շրջանում ինչ տրամադրություններ ունեք, ինչ գնահատական ունեք այս ընդդիմադիր դաշտի հնարավոր ձևավորումներին։ Հիմա իշխանությունները ավելի շատ են վերլուծում ինչ է անելու ընդդիմությունը, քան ընդդիմությունը։ Ես չգիտեմ մնացածները ինչով են զբաղված, ընդդիմությունը մի գործ ունի անելու, իրար ոնց ասեմ, իրար ոտի տակ չքանդելու։ Գիտեք, թվում է ոչ թե ոտի տակ են քանդում, այլ լավ են իրար ծեծում են։ Հենց այդ եմ ասում, այդ դա չպետք է լինի։ Իսկ եթե դա շարունակվեց, ինչ ասեմ, լավ բանի չեն կարող սպասել։ Բանակցություններ կան, ցուցակի ձևավորում կա ձեզ մոտ։ Ոչ։ Դե ոչ, պարոն Աշոտյան, տեսնում եք, նախագահն ասում է։ Դուք ասացիք մտնելու ենք բարովին դուրս հարցազրույցի վերածեցիք։ Ամեն չեք վախենում այստեղ որպես լրագրող գտնվել։ Ինչու, ինչ պետք է լինի ինձ հետ։ Սիրիալները կանցնի, որ Մարեկնով ազգները կանստեղ ձերբակալվեցին տարան։ Դե հիմա թող ինձ էլ բռնեն տանեն։ Ես իմ գործը անելու եմ։ Ձեր նախագահության տարիներին ես եղել եմ նույն կարգի լրագրող, պարոն Աշոտյանը կասի, քննադատել եմ ձեզ, ձեր նախկինին քննադատել եմ, առաջին նախագահին, այսպիսին է իմ ճակատագիրը ստացվել։ Քննադատությունը նորմալ երևույթ է, եթե դա զրպարտություն չի, եթե դա հարիմված չի, եթե դա ոչ թե բարի նպատակներով է արվում, որպեսզի թերությունը վերացվի կամ այլ հայացք երևա տվյալ պրոբլեմի նկատմամբ, բայց Լրագրողը կարող է սխալվել, բայց միտումնավոր ձեր ասած դեպքերը իսկ ով է սխալից երաշխավորված, բոլորն էլ կարող են սխալվել, բայց երբ որ ամեն պահ մեկի մոտ տեսնում ես հա սխալվել, բնականաբար գալիս ես եզրակացության, որ ախր տեղ ուրիշ բան կա էլի, ոչ թե մարդկային սխալ։
Գոնե մի անգամ կարող էր ճիշտ լինել պատահական։ Պարոն նախագահ, գիտեմ, որ այսպես ձեզ հետ պայմանավորված չէի եւ դրա համար հիմա պետք է գնամ։ Հույս ունեմ, որ դուք բանակցային ինչ-որ գործընթացի մեջ եք եւ ընտրություններին մասնակցելու, չգիտեմ, պլաններ ունեք եւ ինչ ձևով, բայց դա դեռ չեք ասում։ Ոչ, մենք մեր պլանների մասին կհայտարարենք, թե ինչ ենք պատրաստում, բայց մենք պատրաստ ենք։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ինչ-որ բան իմանալ կամ բանակցել, թող գան բանակցենք, մենք որևէ տեղ գնալու ցանկություն չունենք։ Հասկանալի է։ Դուք սպասում եք ձեր դեմերը, կներեք, ներխուժման համար։ լավ է, սա իսկական ներխուժում է, չէ՞, բայց ով կարող է ներխուժել, էլի հասկանում եք, դժվար է։ Իրականում չէ, դժվար չէ, ես հեշտությամբ հասա ձեր սենյակ, շնորհակալություն շատ։ Լավ մնացեք։ Ես ճանապարհեմ, հետո վերադառնամ զեկուցել եք։ Դժգոհ ինձնից։ Բացարձակ։ Ես տեսնում եք։ Մի երկու ավել հարց, որ ուզում եք բարձաբանել, ամաց։ Ես գիտեք, ես էլ զարմանում եմ, որ կամերան այդ պահին այնքան էլ լավ չէր նկարում, ես պատճառը չէի հասկանում։ Ինչ է պատճառը։ Մատնահետք։ Բայ։ Մատնահետք, բայց ոչինչ։ Նախագահը երևաց, նրա ասելիքը լսվեց։ Մենք հնարավոր չէ այդ տեսանյութը մաքրել։ Մաքրել, մատնահետքը, գիտեք, հետքերը դժվար են մաքրվում, ոչ միայն տեսանյութերից, այլ նաև քաղաքական որպես դատական կենսագրություններից։ լավ գիտեմ։ Այո, հետքերը, մատնահետքերը միշտ մնում են եւ այդուամենայնիվ, պարոն Աշոտյան, ես չեմ փոխվել։ Ձեզ խոստացա չխանգարել ձեր գործին, բայց լավ էլ եկա, խանգարեցի։ Ես էլ միամիտս դες հավատում եմ, որ չխանգարել։ Եվ ընդամենը պատժվեցի այնքանով, որ Պարգևատրվեցիք կամերայի վրա կար էքսկլյուզիվ երկխոսության Այո, կամերայի վրա կար, հեռախոսի կամերայի վրա տեսախցիկի վրա կար մատնահետք, բայց միևնույն է հետաքրքիր էր նախագահին աշխատանքի պահին այդպես անակնկալի բերել։ Պարոն Աշոտյան, մենք հիշում եք որտեղ կանգնեցինք զրույցը։